Մի խոսքով շատ լավ գովացին այդ տաղում։ Այդ բանին, այդ Արամին, Տեր Արամին։ Ես էլ ճիշտ ասած լավ կարծիք կազմեցի իր մասին, ասեցի, որ ասեցի, որ այսքան լավ տղա, Օհանավանի սաղ լավ տղեկա հարգում են իրան։ Ուրեմն լավ մարդ է, երևի լավ հոգևորական է, ես էլ դրական կարծիք կազմեցի իր մասին։ Բայց հետո որ տեսա Պետրոսի մոտ որ տենց է խոսում, որ ասում ինձ ստիպել են որ գնամ միտինգ, արդեն աշկից ընկավ։ Ու որ հենց մի հատ էլ այդ իր ցուցմունքի հիման վրա մարդկանց կալանավորեցին, ոչ թե մենակ մարդկանց, այլ նաև սրբազանի կալանավորեցին։ Ես հիմա հրապարակավ ասում եմ, նա չի կարա լավ տղա լինի։ Ու բոլոր լավ տղեկին էլ կոչ եմ անում, վերանայեք ձեր վերաբերմունքը նման կարգի հոգևորականի նկատմամբ։ Նա չի կարա լավ տղա լինի, նա չի կարա լավ հայ լինի։ Եթե մեկին ինձ ասում, եթե մեկը կանգնա հրապարակավ ասում է, ինձ ստիպել են որ ես գնամ միտինգի սրանց դեմ, ուրեմն նա չի կարա, եթե քեզ ստիպելով տիտանին ամոթ քեզ։ Հոգևորական մարդ ես, խելքը գլխին մարդ ես, մի ցելի գյուղ քեզ հարգում է։ Ուրեմն քեզ ստիպեն որ այդպես հայրենիքի փրկության համար միտինգների, քեզ պետք է ստիպեն որ չընտրես այս թուրք ադրբեջանական ուժերին։ Ուրեմն դու լավ մարդ չես կարալնես, լավ հոգևորական չես կարալնես, լավ տղա չես կարալնես, ու թուրի մատությունա որ այդքան լավ տղա քեզ հարգում է։ Կգա վախը վստահ եմ, սաղը կհիասթափվեն քեզնից։ Դες ասեմ Լուսնե ջան, ինձ որ ներկայացեցի ես էլ հարգեցի իրան։ Դե մի ասի լավ կարող է անձնական հարցերի մեջ է Գարեգինի հետ։ Բայց հետո որ չտեսած այդ խոսալը Պետրոսի մոտ։ Ու դրանից հետո իր ցուցմունքի հիման վրա մարդ կալանավորվեց։ Ու պրիտոմ սրբազան։ Հորա հոտուց դու կաչ չես արա։ Նաեւ